Վրաստանի հանրակրթական դպրոցներում դասի ընթացքում բջջային հեռախոսից օգտվելը կարգելվի նաև մանկավարժներին։ Ըստ նախարարության, համապատասխան փոփոխությունը նախատեսված է հանրակրթության մասին հայտարարված բարեփոխմամբ, որի ուժի մեջ մտնելը պլանավորվում է 2026-2027 ուսումնական տարում։ Եթե մանկավարժը դասի ընթացքում բջջային հեռախոսը տեղադրի համապատասխան պահնոցի մեջ, աշակերտների հեռախոսների հետ միասին, դա օրինակ կլինի նրանց համար։ Սա ուսուցիչների համար արգելքի բնույթ չի կրում, սա պարզապես աշակերտներին անձնական օրինակ ծառայելու համար է։ Թեև կարգավորումը ինչ կերպ կարվի, այս պահին կանոնակարգը դեռ որոշակիացված չի։ Իմաստն այն է, որ ուսուցիչը օրինակ դառնա երեխայի համար, մանրամասնել են կրթության նախարարությունից։ Իսկ ինչ են մտածում այս մասին մեր մանկավարժներն ու ծնողները, ահա եւ նրանց կարծիքը։ Ինչ վերաբերվում է հանրակրթական հաստատություններին, որ կրթության գիտության նախարարությունը Վրաստանի Հանրապետության, որ հանում է այսպիսի մի օրենք, որ բջջային հեռախոսներ արգելվում են հանրակրթական հաստատություններում, այսինքն դասապրոցեսի ժամանակ, սա շատ ճիշտ, թերևս երևի թե ամենակարևոր գործոններից մեկն է, որ կրթության գիտության նախարարությունը ձեռնարկել է, ձեռնամուխ է եղել այս օրենքի հաստատմանը, որովհետև չգիտեք ինչու այսօր գնում է մի տենդենց շարժում, որ սովորողը պետք է անպայման ոչ թե օգտվի գրականությունից, գրական աղբյուրներից, այլ ընդամենը թռուցիկ անհիմն հետք թողնող բջջային հեռախոսներից։ Բջջային հեռախոսը խելք չի ավելացնում, նա ընդամենը ավելացնում է վայրկյանական տպավորություն, որը 15 վայրկյանի ուրեմն գերակշռող տևողություն ունի։ Սա գիտականորեն ապացուցված է։ Եթե ժամանակակից մասնագետները խորանան այս մասնագիտության մեջ, կտեսնեն, որ հեռախոս չի կարելի նալ նույնիսկ երեխուն ձեռքը ոչ դասապրոցեսի ժամանակ։ Ինչի՞։ Երեխան ձեռք է բերում այնպիսի ոչ մարդկային, այսինքն գազանական, այսպես բնության օրենքներ, որ հասարակության մեջ դրանք ձևավորվող չեն։ Այնպիսիք է, ինչպիսիք տհաճ պատասխանները, խոսելու ձևի, վարքի ոչ մարդկային ձևադրսևորումները, այսինքն երեխան կամաց այդ TikTok-ների եւ նմանատիպ անպիտան բաների միջոցով դառնում է անդասյարակ, դառնում է ոչ գրագետ, իսկ մենք գիտենք, որ գրագետ հասարակության ձևավորումը դա պետության գրավականն է, մարդկության գրավականն է, գրագիտությունը հեշտ բան չի, դա պահանջում է տքնաջան ուսուցում, տքնաջան աշխատանք, եւ դա հենց այնպես էլ չի ասված տքնաջան, ինչու է տքնելով դա ձեռք բերվում, որովհետեւ ուղեղի հնարավորությունները, ծալքերը ձևավորվում են կարդալու աչքերի հետազոտման, տպավորական հիշողության, ուրեմն մոտորիկայի զարգացման արդյունքում։ Եթե դու այդ պրոցեսները չունես, այսինքն քո ձեռքը քո աչքի հետ չի շարժվում, ուղեղի հետ նույն ֆունկցիան չի սկսում ձևավորել, քո մոտորիկան չի զարգանա։ Իսկ հեռախոսը այսպիսի հատկություն ունի 15 վայրկյան, սա գիտականորեն ապացուցած երևույթ է, որ 15 վայրկյան մարդը անընդհատ թերթում է եւ չի հասցնում ուղեղը դա մարսել։ Եվ դրա մեխանիկաբար դա այսպես տեսած կլնեք երեխեք, որ լրիվությամբ ընկղմվել են հեռախոսի մեջ ու ակամայից այսպես թերթում են։ Կարծես թե զոմբի են դարձել։ Սա հենց այն տպավորությունն է, որ ուղեղը չի հասնում 15 վայրկյանվա ընթացքում տեսած նյութը մարսել։ Հետո ինչ ասել է, թե հեռախոս դասի ժամանակ։ Ես հանդիպել եմ այդպիսի բանի, որ դասի ժամանակ երեխեքը ուրեմն դիմում են ChatGPT, Gmail-ի եւ այլն, ուրեմն արհեստական բանականություններին եւ համապատասխանաբար լրացում են թեստը։ Սխալ է, սարսափելի սխալ է։ Եթե դուք ուզում եք, որ ձեր երեխան ոչ մի բանի չհասնի, խնդրեմ։ Եվ չեմ էլ ուզում, որ ասեն, որ հեռախոս չօգտագործել եւ այլն, ոչ 21-րդ դար է, սա ունի իր հնարավորությունները, փնտրտուքի աղբյուրներ, որովհետեւ հիմա գրադարաններում, որքանով ես տեղյակ եմ, գրականությունը չի թարմանում, այսինքն հին սովետական դոգմատիկ նաեւ գրականություն է, որը նորություններ չունի, սակայն 21-րդ դարում բազմապիսի նորություններ են ելել,
Եվ ոչ միայն աշակերտը պետք է այդ նորություններին տիրապետի ու թարմացնի իր գրական պաշարը, այլ նաև ուսուցիչը, որպեսզի ժամանակի հետ գնա, քանի որ մենք այդ հնարավորությունը չունենք, շատ կարևոր է, որ էլեկտրոնային գրադարաններից օգտվել, բայց կարդալը, ուսումնասիրելը, հետազոտությունները պարտադիր են։ Հանրակրթական հաստատությունների դասի ընթացքում հեռախոս պահելը չարաչար սխալ է։ Այո, հեռախոսը չպետք է անջատվի, բայց հանրակրթական հաստատությունում այսօր օրենքը նախատեսում է հետաքրքիր մոտեցում արկղեկի մեջ դնել ձեր հեռախոսը, ձայնը անջատեք եւ դրեք վիբրացիոն համակարգի վրա, որպեսզի շտապ լինում է իհարկե դեպքեր, որ երեխային շտապ պետք է տանել այս կամ այնտեղ եւ ծնողը նախորոք պետք է զանգահարի եւ այլն եւ այլն։ Սա շատ կարեւոր է։ Եվ շատ կարեւոր է, որ երեխայի մոտ հեռախոս լինի դասից հետո, որովհետև դուք տեսնում եք մեր քաղաքում ինչ է կատարվում։ Օրինակ ես երեխա ունեմ, գնում է դպրոցի, բայց ես ամեն օր ճգնաժամային վիճակի մեջ եմ, որովհետև մի այնպիսի ողմակի դեմից է անցնում երեխան դասի գնում, որ ես չգիտեմ, մի օր մենք կիմանանք նաև մի այնպիսի սարսափելի դեպքեր, որ այդ շները թափառական ուրեմն հարձակվում են, դա երեխա է։ Երեխան վախենում է, հեռախոս պետք է ունենա մոտը, զանգահարի, օգնության կարիք, կանչի, բերի, չես կարող ամեն րոպե քո փոքրիկ ամենօրյա ճանապարհը, փոքրիկ է դա այս ճանապարհը։ Մեծ քաղաքներում այս ճանապարհները սովորական են եւ փոքր քաղաքներում առավել եւս։ Ուսուցչին հեռախոսով նկարելը արգելվում է, դա անձնական վիրավորանք է, մասնագիտական վիրավորանք է, օրենքի խախտում է, որովհետեւ ոչ մի աշակերտ իրավունք չունի ուսուցչի առանց թույլտվության հեռախոս բարձրացնել եւ նկարել։ Իսկ այդպիսի դեպքերը մեր հասարակության մեջ քիչ չեն, չնայած որ այսպես ներքին կարգով ավարտվում են, չի կարելի։ Վերջապես աշխարհը առաջ է գնում։ Մենք այդ աշխարհի հետ սերտ կապված ենք, վաղ թե ուշ մեր երեխեքը պետք է դուրս գան այդ մեծ աշխարհ։ Ինչու զղջան, որ ժամանակին չի արվել դա։ Դրա մեծապես գործը մանկավարժին է եւ ծնողին։ Հասարակությունն էլ ձևավորվում այդ երկուսից։ Այնպես չի, որ հասարակության անդամները ծնողներ չեն, բոլորն էլ ծնողներ են կամ պոտենցիալ ծնողներ են, վաղվա ծնողներ են։ Եվ այդ ամբողջ իմանալով հանդերձ, ոչ թե պետք է հորդորել ոչ, այսպես ասեմ, մարդասիրական սկզբունքներ, այլ հակառակը, պետք է հորդորել մարդասիրական սկզբունքներ։ Մարդը պետք է ձևավորվի մարդասիրական սկզբունքներով, ոչ թե վայրենի, բռնի, չգիտեմ ինչ եւ այլն եւ այլն։ Վերջապես քաղաքակիրթ հասարակություն ենք ուզում մտնել, չէ՞։ Մեր օրենքները ուզում ենք փոխել դեպի լավ, որովհետեւ աշխարհում արդեն լավ համակարգեր, լավ այսպես ապագայի դրսևորման հնարավորություններ կան։ Եվ այս հնարավորությունները մեր երեխեքի համար պետք է բաց լինեն։ Դրա պատասխանատուն էլ եմ ասում, ծնողն է եւ ուսուցիչը։ Եվ կրթության գիտության նախարարության այս քայլը շատ ավելի լայն է հեռատեսորեն, քան թե որ ես թվարկեցի։ Շատ ճիշտ քայլ է։ Ես կողմ եմ։ Հա։